Հրդեհ է բռնկվել Ազատության պողոտայի թիվ 19 հասցեում գտնվող կանանց մշակույթի տանը։ Կրակի դեմ ներկայումս պայքարում է ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 4 մարտական հաշվարկ եւ հատուկ տեխնիկա։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը խիստ կասկածելի է համարում տևական ժամանակ լքված ու չգործողի շենքի հանկարծակի բռնկումը։ Երևանի չափ տարածք է օկուպացրել Ադրբեջանը ջերմուկում։ Բանակցությունների միջոցով է պատրաստվում վերադարձնել Սամվել Կարապետյանի Ուժեղ Հայաստան կուսակցությունը։ Ջերմուկում այսօր հայտարարել է քաղաքական ուժի քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Ջերմուկը խորհրդանիշն է խաղաղ Հայաստանի։ Երբեք սահմանային չի եղել։ Այսօր դարձել է սահման։ Սա ցույց է տալիս մեր մարտահրավերների լրջությունը։ Տուրիստական հայկական կենտրոնը 2-3 կենտրոններից մեկը դարձել է սահմանային եւ ավելին այստեղ հակառակորդը առաջ է եկել Երևանի չափ մոտավորապես տարածք առաջ է եկել հայկական սուվերեն տարածքում սա է հենց ցուցանիշը հայկական վերջի 8 տարիների դիվանագիտական ձախողումների սխալ դիվանագիտության ջերմուկի տարածքները եւ հայկական մյուս տարածքները թե Վարդենիսում թե Կապանի շրջակայքում վերադառնան Հայաստանին դիվանագիտության միջոցով, քանի որ դրանք հայկական սուվերեն տարածքներ են։ Ազգային բարերարի կուսակցությունը ջերմուկում այսօր ուժեղ խաղաղություն միջազգային համաժողով էր կազմակերպել, որի ընթացքում հուշագրեր են ստորագրվել հոլանդական անվտանգության հետախուզական ընկերության հետ, որը զբաղվում է հատուկ ջոկատայինների վերապատրաստմամբ, եւ հունական ընկերության հետ, որը մարտական զինատեսակներ օգտագործող զինվորների է վերապատրաստում։ Նարեկ Կարապետյանը հայտնել է նաեւ, որ ջերմուկում համաժողովին մասնակցել է մի ընկերություն, որը մարտական դիրքերը գեր ժամանակակից սարքերով զինելու մեջ է մասնագիտացած ու աշխատում է մերձավոր արևելքի երկրներում։ Այդ ընկերության ներկայացուցիչների հետ շփումները չեն հանրայնացնում, սակայն Կարապետյանը վստահեցրել է հունիսի 7-ից հետո սահման պահող զինվորների ծառայությունն առավել անվտանգ է դառնալու։ Աշխարհում անցել են այսպիսի մոդելի, որ մասնագետների ներկայացմամբ, որ սահմանային առաջին կետերում հիմնականում տեղակայվում են տեխնիկական միջոցներ, որոնք վերահսկում են մինչև 25 կիլոմետր խորությամբ հակառակորդի կամ սահմանակցի շարժը եւ կարողանում են որոշ ժամանակ կանխարգելիչ տեղեկություն տալ, որպեսզի հիմնական ուժերը դուրս գան պաշտպանական դիրքեր։ Այսինքն, ինչպես բացատրում են մեզ մասնագետները, պոստային համակարգից աշխարհը սկսում է անցում կատարել խելացի սահմանի։ Այդ կազմակերպությունն է մեզ առաջնորդել դեպի Սպանդանոց։ Հավաքական անվտանգության կազմակերպության ՀԱՊԿ-ի հասցեին է Հայաստանի վարչապետի այս հայտարարությունը։ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում այսօր պնդել է, որ կառափնարան տանող ճանապարհից դուրս են եկել, սակայն ուզում են նորից վերադարձնել։ Հիմա քանի որ մենք դուրս ենք եկել դեպի կառափնարան տանող ճանապարհից, մեզ ասում են, որ ոնց այսուր եք գնում, ոնց մի րոպե։ Ուրեմն ես անգամ չփորձեք ասեք, որ փախածներով չփորձեք ասեք, որ ես Կառավարության ղեկավարը, որ օրեր առաջ մատ թափ տալով փախածներ էր անվանել Արցախյան առաջին պատերազմի հերոսի դստերն ու անչափահաս որդուն, ապա ներողություն խնդրել, այսօր էլ իր բառերով Ղարաբաղի էլիտային է փախածներ անվանել։ Ում հավաքական իմ անունը ասում եմ փախածներ։ Փախածներ։ Հիշում եք մի անգամ ստեղ ամբիոնից ասեցի, ինչ որ գեներալների մասին են խոսում, որ ասի վախկոտ դավաճանները։ Այո, վախկոտ դավաճանները եւ փախած էլիտաները այս պատմության մեջ պետք է իրենց գնահատականին արժանանան։ 2023-ի սեպտեմբերին Արցախի հայաթափման օրերին մինչև վերջ Ստեփանակերտում են մնացել, ապա գերեվարվել Արցախի 3 նախկին նախագահները, նախկին պետնախարարը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատարը, նախկին արտգործնախարարը, Ազգային ժողովի նախկին նախագահը, բարձրաստիճան այլ զինվորականներ։ هیچ مذاکره‌ای بین ایران و امریکا اتفاق نیفتاده. Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին Սպուտնիկ Արմենիայի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Թրամփի խոսքերը բանակցությունների մասին պարզապես բլեֆ են եւ պատերազմի ճահճից դուրս գալու փորձ։
Դիվանագետի խոսքով պատերազմը չի ընթացել ամերիկյան սցենարով եւ հիմա Վաշինգտոնը ուզում է արագ ու դեմքը պահպանելով դուրս գալ իրավիճակից։ Դեսպանը նշել է, որ ամերիկացիները փորձում են հանդարտեցնել էներգետիկ շուկաները եւ պառակտել իրանական հասարակությանը, սակայն Իրանի ժողովուրդը կպաշտպանի երկիրը, մինչեւ հարձակվողը չփոշմանի իր արածի համար։ Շիրղոլամին շեշտել է, որ Թրամփն այժմ այնպիսի վիճակում չէ, որ կարողանա պայմաններ թելադրել։ Ինչ վերաբերում է միջնորդներին, ապա Թուրքիան, Եգիպտոսն ու Պակիստանը ցանկություն են հայտնել օգնել բանակցություններին։ Իրանը բարձր է գնահատում այդ ջանքերը, բայց դեռ հայտնի չէ, թե որքանով դրանք իրականություն կդառնան։ Թուրքիան, Եգիպտոսը եւ Պակիստանը ջանքեր են գործադրում առաջիկա 2 օրվա ընթացքում Իսլամաբադում կազմակերպել ԱՄՆ-ի եւ Իրանի ներկայացուցիչների հանդիպումը։ Ըստ Wall Street-ի, միջնորդները փորձում են սկսել բանակցությունները, թեև կողմերի տեսակետները դեռ շատ տարբեր են։ Պակիստանն առաջարկել է իր օգնությունը հակամարտությունն ավարտելու համար։ Ավելի վաղ Իրանից հայտնել էին, որ չեն ցանկանում բանակցությունների գնալ Steve Witkoff-ի եւ Ջարեդ Քուշների հետ։ Ըստ մամուլի, եթե հանդիպումը տեղի ունենա, դրան կմասնակցի ԱՄՆ փոխնախագահ JD Vance-ը։ Իրանական կողմը հարվածել է ամերիկյան Աբրահամ Լինկոլ ավիակրին, հայտնել են լրատվամիջոցները։ Հարվածներն իրականացվել են թևավոր հրթիռներով։ Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարի խոսքով Իրանը մշտապես հետևում է Աբրահամ Լինկոլ ավիակրի տեղաշարժին եւ մտադիր է հարվածել ամեն անգամ, երբ այն հայտնվի իրանական հրթիռների խոցման տիրույթում։ Իրանի Կարմիր մահիկը հայտնել է, որ ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածների հետևանքով երկրում վնասվել է 85176 քաղաքացիական օբյեկտ, դրանցից 64583-ը բնակելի տներ են։ Իրանը շարունակում է թիրախավորել իսրայելական տարբեր քաղաքների ենթակառուցվածքները։ Թել Ավիվի երկնքում կրկին որոտացել են իրանական հրթիռները։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է թիրախավորվել բնակելի շենքը, վնասվել են հարակից մեքենաները։ Էրբիլի օդակայանի մոտ գտնվող հյուրանոցը, որտեղ բնակվում են ամերիկացի զինվորականներն ու եվրոպացի դիվանագետները, ենթարկվել է անօդաչու սարքի հարձակման։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Կորեայի ժողովրդադեմոկրատական հանրապետությունում է։ Նրան դիմավորել են շատ շքեղ ընդունելությամբ, զինվորական նվագախումբ եւ պատվո պահակախումբ։ Այցի ընթացքում Լուկաշենկոն հայտարարել է, որ ժամանակն է ակտիվացնել հարաբերությունները։ Բելարուսի նախագահի խոսքով ներկա իրավիճակն իրենց մղում է միմյանց գիրկը։ Նախատեսված է ստորագրել բարեկամության պայմանագիր եւ մոտ 10 համաձայնագիր։ Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը նշել է, որ ցանկանում է երկու երկրների կապերը հասցնել նոր ու ավելի բարձր մակարդակի։ Լուկաշենկոն Վլադիմիր Պուտինի անունից ծաղիկներ է խոնարհել Փենյանի ազատագրում հուշարձանին՝ ի նշան Հյուսիսային Կորեային ուղղված երախտագիտության։ Դոնալդ Թրամփի վերջին աղմկահարույց որոշումներից րոպեներ առաջ ֆինանսական շուկաներում կասկածելի առևտրային գործարքների աննախադեպ ալիք է գրանցվել։ Աքսիոսի հաղորդմամբ անհայտ ներդրողները հսկայական շահույթներ են ստացել Իրանի դեմ հարվածների եւ մաքսատուրքերի փոփոխության մասին հայտարարություններից, ակնհայտորեն տիրապետելով նախնական փակ տեղեկությանը։ Կասկածներն ուժ գնանում են նախագահի ընտանիքի անդամների եւ մերձավոր դոնորների բազմամիլիարդանոց բիզնես նախագծերի ֆոնին, որոնք անմիջականորեն առնչվում են պետական շահառուներին եւ պատվերներին։ Միևնույն ժամանակ վարչակազմը նպատակաուղղված կերպով թույլատրել է կոռուպցիայի եւ ինսայդերական առևտրի դեմ պայքարող գրեթե բոլոր վերահսկող մարմինները։ Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն ստորաբաժանումները զրկվել են գործնական լիազորություններից, իսկ արժեթղթերի հանձնաժողովի պաշտոնյաները հրաժարական են տալիս քաղաքական ճնշումների պատճառով։ Թեև Սպիտակ տունը հերքում է ցանկացած անօրինականություն, տեղի ունեցողը լրջորեն հակասում է վերնախավի արտոնյալ համակարգը կործանելու նախագահի նախկին խոստումներին։ Կոնգրեսի դեմոկրատներն արդեն նախապատրաստում են լայնածավալ հետաքննություններ, բարձելու պետական գաղտնիքների հնարավոր շահարկումը նեղ շրջանակների առստացման նպատակով։
to be an authoritarian. Կոնգրեսական Ջեյմի Ռասկինը նոր մեղադրանքներ է հնչեցրել Դոնալդ Թրամփի հասցեին։ Նա պնդում է, որ արդարադատության նախարարության տրամադրած փաստաթղթերում պատահաբար հայտնաբերվել է Թրամփին վարկաբեկող մի գաղտնի հուշագիր։ Ըստ այդ տվյալների Թրամփն իր մասնավոր օդանավում կողմնակի անձանց է ցուցադրել պետական հույժ գաղտնի քարտեզներ։ Քննիչները ենթադրում են, որ նախագահը պահել է նաև իր բիզնես շահերին առնչվող հատուկ թղթապանակներ։ Այդ տեղեկությունները ջրի երես են դուրս եկել հենց հանրապետականների նախաձեռնած ստուգումների արդյունքում։ Սպիտակ տունն արդեն հերքել է այս պնդումները, դրանք անվանելով անհետեթ քաղաքական հետապնդում։ Crash everything.